Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է եւ խնդրեմ Էլ Կլասիկոն կայացավ, Իսպանիայի սուպեր գավաթը ավարտվեց, որտեղ Բարսելոնան եւ Մադրիդի Ռեալը որոշեցին չեմպիոնին այս տարվա, հաղթեց Բարսելոնան 3-2 հաշվով ու ինչպիսի հանդիպում մենք դիտեցինք ընկերներ, ուղղակի նեյտրալ երկրպագուի համար ֆանտաստիկ էր, քանի որ 5 գոլ տեսանք, մի շարք վտանգավոր դրվագներ տեսանք, փրկություններ, պայքար, կարմիր քարտ, մի խոսքով դրամա բառի ամենաբուն իմաստով, բայց եթե խոսում ենք մանրամասն խաղի վերաբերյալ, ապա թե Բարսելոնայի մասին եւ թե Ռեալ Մադրիդի մասին կարող ենք խոսել բացասականը, որովհետեւ խնդիրները ակնառու են։ Երկու թիմերը միմյանց խնդիրները կարողացան ամբողջությամբ ցույց տալ եւ այդ երկու խնդիրներն էլ գրեթե նույնն են՝ պաշտպանությունում։ Այսօր խոսելու ենք Էլ Կլասիկոից, այնպես որ 55 րոպե մի ժամանոց տեսանյութ չենք ունենալու, ճիշտ է միառժամանակ այդ խաղին ընթանում էր նաև Ինտեր-Նապոլի հանդիպումը, որտեղ եւս ոչ պակաս ֆանտաստիկ սցենար գնաց, որտեղ կարող էր հերոսանալ իդեպ Հենրիխ Մխիթարյանը, եթե նրա հարվածը վերջին վայրկյաններին հայտնվեր դարպասում, այլ ոչ թե դիպչեր դարպասաձողին, բայց կարծում եմ, որ իտալական ասերիայի մասին խոսեմ հաջորդ տեսանյութում, որտեղ իրականում հետաքրքիր իրադարձություններ են զարգանում, այսօր ուշադրություն ենք դարձնում Էլ Կլասիկոյին։ Ինչ արեց Հանս Դիտեր Ֆլիկը, ինչ հեծանիվ հորինեց Խաբի Ալոնսոն ու ինչպես ազդեցին ֆուտբոլիստները հանդիպման արդյունքի վրա, այսօր այս տեսանյութում ձեզ ուղղակի միայն խնդրում եմ, կամ եթե դուք ցանկություն ունեք, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, հետևեք ինձ սոցիալական հարթակներում, Telegram-ում, Instagram-ում, հղումները թողնում եմ բովանդակության բաժնում, որտեղ մենք շարունակում ենք աճել, մեծանալ եւ 2026-ը սպասվում է լինել իհարկե անմոռանալի, որովհետեւ ունենք իհարկե մունդիալ, այնպես որ շատ բան է սպասվում իմ ալիքում, ձեզ ուղղակի պետք է միանալ, որպեսզի վայելել ֆուտբոլը ինձ հետ բոլորս միասին։ Գնանք քննարկենք, ինչ տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայում, որովհետև այնտեղ քննարկելու բաներ ունենք։ Դե ինչ ընկերներ, միանգամից սկսենք այն թեմայից, որը ես շեշտեցի սկզբում, Սաուդյան Արաբիայում եզրափակիչները, կամ ընդհանուր մրցաշարը Սաուդյան Արաբիայում, երևի թե արդեն 4-րդ կամ 5-րդ տարին անընդմեջ է, ինչ Իսպանիայի սուպեր գավաթը անցկացնում են Սաուդյան Արաբիայում եւ այնտեղ արդեն նոր ֆորմատով 4 թիմեր մասնակցում են, 2 կիսաեզրափակիչներ, որից հետո եզրափակիչ ու հաղթող։ Իմ համար շարունակում է մնալ անհասկանալի, թե ինչու է Սաուդյան Արաբիայում անցկացվում այդ մրցաշարը, որովհետև եթե մարդիկ օրինակի համար իսպանական ակումբները կամ ֆուտբոլիստները, որոնք բացեիբաց դեմ են հանդես գալիս Ամերիկայում Լա Լիգայի 1 տուր անցկացնելու կամ կոնկրետ հանդիպում անցկացնելու, թե ինչու են մարդիկ տանում այնտեղ, ֆուտբոլիստները նախր հոգնում են, այնտեղ երկար թռիչք է եւ այլն, բայց ախր Սաուդյան Արաբիայում անցկացնելը Իսպանիայի սուպեր գավաթը եւս այդքան ճիշտ չէ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ֆուտբոլը համանավանդ մեր օրերին առավել քան բիզնես է ու այնտեղ գումարները ահռելի են ու մենք չենք էլ կարող մեր կարծիքով ինչ որ կերպ ազդել որոշումների վրա, եթե չինովնիկները որոշել են, որ պետք է Իսպանիայի սուպեր գավաթն անցկացնել Սաուդյան Արաբիայում, այդպես էլ տեղի է ունենում ու այդպես էլ շարունակվելու է։ Ինչու եմ ես սա շեշտում, որովհետև Իսպանիայի սուպեր գավաթի համար, հատկապես նման հանդիպման համար պետք է պատրաստ լինեն հնարավոր ամենալավ պայմանները, բայց արդեն երկրորդ տարին անընդմեջ է ես իմ Telegram-յան ալիքում ու այս տեսանյութի տեսքով խոսում եմ դրա մասին, առայն որ խոտածածկը խայտարակ վատ վիճակում էր, որը ուղիղ ազդեցություն ուներ թիմերի խաղի վրա։ Ինչու, որովհետև երբ որ դու նայում ես հանդիպմանը, ասենք դու զգում ես էական տարբերությունը, որտեղ է թիմը խաղում լավ խաղադաշտի վրա, որտեղ է թիմը խաղում վատ խաղադաշտի վրա։ Ու այստեղ Բարսելոնան կոնկրետ երբ որ ավելի շատ գնդակով էր, երբ որ ինքը պետք է անընդհատ շարժվի, փոխանցումները կատարելիս պարտադի ինչ որ միտեղ գնդակը սենց ոնց էր օրինակ մեր Հայաթի խաղադաշտերում, հա, սենց կուճկաներ կային, որի վրա գնդակը դիպչելով սենց օդ էր բարձրանում։ Յուրաքանչյուր փոխանցում, լուրջ եմ ասում, նայեք Բարսելոնայի Ռեալի խաղը դրեք նորից նայեք, տեսեք թե ինչպիսի վատ իրավիճակում է գտնվում խաղադաշտը, բայց King Abdullah Sport City, եթե չգիտեք, հենց այդ ստադիոնում են հանդես եկել թիմերը եզրափակչի շրջանակում, բայց կոնկրետ այդ խաղադաշտը չկարողացավ ազդել դիտարժանության ու հետաքրքրության վրա ու
մեզ ուղակի թիմերը պարգևեցին հիասքանչ երեկո։ Ինչն էր ամենահետաքրքիրը, երբ որ մենք մոտենում էինք արդեն ժամ առ ժամ էլ կլասիկոին, գնալով լուրերը շատանում էին, ինչպես եւ յուրաքանչյուր կլասիկոյում գնալով քննարկումները շատանում էին ու կար կարծիք, որ Խաբի Ալոնսոն զարմացնելու է իր մեկնարկային կազմով բոլորին։ Ու երբ հրապարակեցին մեկնարկային կազմը Մադրիդի Ռեալի, այնտեղ ես իրականում տեսա առանց կենտրոնական հարձակվողի թիմ, որտեղ Ռոդրիգոն պետք է լիներ կենտրոնական հարձակվողը, բայց պարզվում է, որ Մադրիդի Ռեալի մեդիա թիմը ուղղակի սխալվել էր ու սխալ մեկնարկային կազմ էր հրապարակել։ Գոնսալո Գարսիան էր մեկնարկում առաջին իսկ րոպեներից ու դա իհարկե շատ գովելի էր, դա շատ հետաքրքիր էր, որովհետև Գոնսալո Գարսիան, ես ձեզ նշել եմ, որ այս պայդրությամբ իմ այն ֆուտբոլիստներից է, որին ես ամենաշատն եմ հետևում Մադրիդի Ռեալի կազմում ու ամենաշատն եմ ուզում, որպեսզի հաջողի։ Ես ուզում եմ, որ Գոնսալո Գարսիան միշտ խաղա մեկնարկային կազմում, առավել եւս երբ նա տալիս է օգուտ թիմին, առավել եւս երբ նա արդյունավետ է։ Իդեպ այս եզրափակչությունը եւս դարձավ գոլի հեղինակ ու գնահատականով Գոնսալո Գարսիան լավագույնն էր Մադրիդի Ռեալի կազմում։ Հետաքրքիր էր նաեւ այն, որ Օրելիեն Չուամենին հանդես էր գալիս որպես կենտրոնական պաշտպան, բոլորս էլ հասկանում ենք, որ այս պայդրությամբ Մադրիդի Ռեալը ունի խնդիրներ պաշտպանությունում, չկա Ռյուդիգերը, չկա Էդեր Միլիտաուն, Դին Հոյսենը հարկադրաբար էր դուրս եկել խաղադաշտ, չունենալով լավ մարզավիճակ, մյուս կենտրոնական պաշտպանն էր դել Ռաուլ Ասենսիոն էր, որը մաքսիմալ տանուլ տվեց այս հանդիպումը։ Նադեյս Բարսելոնան դուրս էր եկել խաղադաշտ շատ օպտիմալ մեկնարկային կազմով, այստեղ ոչ մի անակնկալ չկար, հետաքրքիր էր տեսնել թե ով է լինելու հարձակման կրակակետում մեկնարկային րոպեներից Ֆերրան Տորեսը թե Ռոբերտ Լևանդովսկին, բայց Հանս Դիտեր Ֆլիկը գնաց փորձի ու թիմային որակի վրա մեկնարկային կազմում դնելով հենց Ռոբերտ Լևանդովսկին, որը եւս ոչ պակաս չհիասթափեցրեց երկրպագուներին։ Կարծում եմ եկեք այս հանդիպումը բաժանենք երկու մասի, առաջին խաղակես եւ երկրորդ խաղակես, որովհետեւ կոնկրետ առաջին խաղակեսում Մադրիդի Ռեալը իրականում զարմացրեց, ինչը մենք խոսում էինք, որ Խաբի Ալոնսոն զարմացնելու է, իրականում շատ զարմացրեց։ Երևի թե ես չեմ տեսել Մադրիդի Ռեալ, հա, ես 3 խաղից հետո սենց նստած փորձում եի հիշել, արդյոք ես տեսել եմ նման քիչ գնդակով ու նման ցածր բլոկով պաշտպանվող Մադրիդի Ռեալի երբևէ իմ ֆուտբոլային երկրպագու լինելու պատմության մեջ, ես հիշեցի, որ ոչ։ Նման բան ես երբեք չէի տեսել ու իրականում Խաբի Ալոնսոն այդ առումով շատ զարմացրեց ու զարմացրեց բացասական կերպով։ Նայեք։ Խաբի Ալոնսոն որոշել էր ետ մնալ իր խաղային պրինցիպներից ու ամբողջությամբ վստահել էր հանդիպումը Անչելոտի փիլիսոփայության, այսինքն մենք կլինենք քիչ գնդակով, մենք կունենանք քիչ պահեր, բայց յուրաքանչյուր պահ, որ մենք ստեղծենք, առնվազն լինելու է ավելի վտանգավոր, քան մրցակցի ստեղծած նախորդ 2-3 պահեր։ Վինիսիուսին մենք ամբողջությամբ ազատում ենք բանից, պաշտպանողական գործողություններից։ Նրա փոխարեն կաշխատի Գոնսալո Գարսիան, նրա փոխարեն կաշխատի Ռոդրիգոն, որոնք խաղում էին ավելի շատ եզրերում, իսկ Վինիսիուսը կենտրոնական հարձակվող էր։ Իսկ գնդակին մենք ընդհանրապես չենք պատրաստվում մոտենալ։ Առաջին խաղակեսի վիճակագրություն եմ ասում ընկերներ։ Առաջին խաղակեսում Բարսելոնան գնդակին տիրում էր խաղի 76%-ը, 24%-ը Մադրիդի Ռեալինն էր։ 24%-ը։ Ու ընդհանրապես, երբ որ ես հանդիպումը սկսվեց, իրականում մի փոքր մեկնարկային 20 րոպեները շատ զգուշավոր ֆուտբոլ էին խաղում թիմերը, հասկանում էին, որ պետք է մի հատ ուսումնասիրել, ով ինչին է պատրաստվել, որտեղ են թույլ կողմերը, ինչ պետք է անել, ինչ չպետք է անել։ Բայց Մադրիդի Ռեալը առաջին իսկ րոպեներից խաղաց մաքսիմալ պարզ ու խաղաց բոլորի համար հասկանալի ֆուտբոլ։ Այնպիսի հասկանալի ֆուտբոլ, որ Բարսելոնան եւս շատ շուտ հասկացավ ու միանգամից կարողացավ ինտեգրվել Մադրիդի Ռեալի այդ խաղաոճին։ Ռեալը ուղակի չէր լինում գնդակով, Ռեալը յուրաքանչյուր դեպքում, երբ խլում էր գնդակը սեփական կիսադաշտում, գնում էր արագ հակագրոհի, ուղղահայաց, երկար փոխանցում դեպի Վինիսիուսը, որտեղ Բարսելոնայի պաշտպանությունը բարձր է դիրքավորվում, ունդեղ Վինիսիուսը հաստատ մի բան կանի Ռոդրիգոյի հետ։ Դե իսկ Բարսելոնան խաղում էր իր համար նման ֆուտբոլ, գնդակով, փոխանցումներ, եզրերի ծանրաբեռնում,
կենտրոնում ծանրաբեռնում, որտեղ Ֆերմին Լոպեսն ու Ռոբերտ Լևանդովսկին էին, Ֆերմին Լոպեսը, որը եւս ոչ պակաս հիասքանչ ֆուտբոլ անցկացրեց, դառնալով գոլային փոխանցման հեղինակ, բայց առաջին խաղակեսը ամբողջությամբ Բարսելոնայի կողմն էր։ Ու թող 2-2 հաշիվը չխափի այն կարծիքները, որոնք կազմվեցին առաջին խաղակեսից հետո։ Բարսելոնան ու Մադրիդի Ռեալը ցույց տվեցին երկու տարբեր ֆուտբոլ, բայց պաշտպանության առումով նրանք ցույց տվեցին նույնը, այն նույն խնդիրները, որոնք կան ամբողջ մրցաշրջանում։ Իրականում ես շատ զարմացա, երբ տեսա, որ Մադրիդի Ռեալը խաղում է 5-2-3 դասավորությամբ։ 5-2-3 դասավորություն, որտեղ Չուամենին կենտրոնական պաշտպանի դիրքում էր, որը պարբերաբար բարձրանում էր Ռաֆինյայի հետևից, Ջուդ Բելինգեմ ու Էդուարդո Կամավինգան կենտրոնական կիսապաշտպաններն են, որոնք փաստացի պետք է կատարեին box to box պարտականություններ, երկուսն էլ ձախողվեցին այդ առումով, դե իհարկե 3 հարցակվող Ռոդրիգո, Վինիսիուս ու Գոնսալո Գարսիա։ Բարսելոնան շատ լավ հասկացավ, թե ինչ է ուզում անել Մադրիդի Ռեալը, ու Բարսելոնան, սենց ասեմ, որպիսի խաղալ արդյունավետ ֆուտբոլ ամբողջ խաղակեսի ընթացքում ունենալով նման խաղաոճ, խոսքը գնում է Մադրիդի Ռեալի մասին։ Դու ուղղակի պետք է ունենաս ավելի լավ կատարողներ, քան մրցակիցը։ Իսկ երբ որ դու տալիս ես գնդակը Բարսելոնային, որպիսի ինքը իր սիրելի խաղաոճով խաղարկի, ու անընդհատ լինի գնդակով, ստեղծել մաքսիմալ վտանգավոր պահեր 45 րոպեների ընթացքում բարդ է լինելու, որովհետև Բարսելոնան այն թիմն է, Բարսելոնայում կան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք գնդակը կորցնում են անչափ բարդ։ Ընդհանրապես երկու ֆուտբոլիստ այս հանդիպումը հաղթեցին։ Երկու ֆուտբոլիստ այս հանդիպումը հաղթեցին։ Դա Պեդրին էր ու Ֆրենկի Դե Յոնգը։ Ուղղակի Ֆրենկի Դե Յոնգը վերջում ստացավ կարմիր քարտ, ինչը նրա գնահատականը իրականում շատ է իջեցրել, 5-8 է դարձել Ֆրենկի Դե Յոնգի գնահատականը, հեսա փորձեմ գտնել, բայց չեմ հասկանում ինչու է թե այդպես։ Ես իրականում չեմ հասկանում ինչու է այդպես։ 5-8 ունի Ֆրենկի Դե Յոնգը, չնայած որ խաղացել է ֆանտաստիկ ֆուտբոլ։ Ու առաջին խաղակեսում Բարսելոնան հետը հասկանալով, որ Մադրիդի Ռեալը ընդհանրապես չի պատրաստվում գնալ պրեսինգի։ Մադրիդի Ռեալը մրցակցին դիմավորում է սեփական կիսադաշտում, առավելագույնը խաղադաշտի կենտրոնից։ Բարսան գնալով բարձրանում էր, գնալով ավելի հստակ էր խաղում, վստահ իր գործողություններում։ Ու երբ որ Բարսան գնդակով չէր, Բարսան խաղում էր իր համար սովոր պրեսինգով։ Պրեսինգ միջին գոտում, երբ որ գնդակը հասնում էր հենակետային կիսապաշտպաններին։ Ինչպես ծնվեց առաջին գոլը։ Փոխանցում կատարեց Դին Հոյսենը Էդուարդո Կամավինգային։ Ներողություն, ոչ թե Կամավինգային, այլ Ռոդրիգոին։ Ռոդրիգոն, որը պարբերաբար իջնում էր ներքև, խաղարկում էր Բելինգեմի ու Կամավինգայի հետ, շարունակում էր այդպես հանդիպումը, տվյալ իրավիճակում Բարսելոնայի պրեսինգը աշխատեց ու նրանք միանգամից սրընթաց գրոհ ձեռնարկեցին։ Բոլորս էլ հասկանում ենք, որ պաշտպանության թույլ կողմը Մադրիդի Ռեալի լինելու է Ռաուլ Ասենսիոն։ Բոլորս էլ դա հասկանում ենք, բայց կրկին Ռաուլ Ասենսիոն ամբողջությամբ տապալեց հանդիպումը։ Բոլոր վտանգավոր գրոհները ընթանում էին դեպի ձախ եզր։ Բոլոր շեշտադրումները կատարվում էին Ռաուլ Ասենսիոյի եզրում։ Ինչու, որովհետև խաղի ընթացքում, երբ որ մենք նայում էինք, վառ զգացվում էր, որ կողմն է ավելի ուժեղ եւ որ կողմն է ավելի թույլ։ Ալվարո Կարերասը, Մադրիդի Ռեալում իմ սիրելի ֆուտբոլիստներից մեկը, հիասքանչ էր խաղում Լամին Յամալի դեմ միջև բաստողած գնդակը։ Ուղղակի հիասքանչ։ Նա շատ մոտ էր խաղում Յամալին, նա թույլ չէր տալիս նրան շրջվել, ֆիզիկական պայքարում ոչնչով չէր զիջում Յամալին, մի քանի դրվագներում ընդհանրապես կարողացավ հեշտությամբ հաղթել, ու դա վառ զգացնել տվեց, որ Բարսելոնան պետք է շեշտադրումը կատարի ձախ եզրի վրա։ Ու հենց ձախ եզրն էլ դարձավ պատուհաս Մադրիդի Ռեալի համար։ Ռաֆինյան առաջին դրվագում, երբ Յամալը ֆանտաստիկ փոխանցում կատարեց կրկին Ռաուլ Ասենսիոյի սխալի դիրքավորումից հետո, չկարողացավ գրավել դարպասը, երկրորդ անգամ Ռաֆինյան չներեց։ Ու դրանից հետո ինչ եղավ, Բարսան խփած գոլից հետո ստացավ ավելի մեծ վստահություն ու Բարսան շարունակեց խաղալ այն ֆուտբոլը, ինչը սիրում է խաղալ Հանս Դիտեր Ֆլիկի թիմը, բայց երբ որ մենք խոսում ենք կատարողական վարպետության մասին ու երբ որ մենք խոսում ենք Բարսելոնայի պաշտպանողական խնդիրների մասին, իհարկե հնարավոր չէ քննադատել ու քննարկել միայն Մադրիդի Ռեալին։ Բարսելոնան եւս ունի իր խնդիրները պաշտպանությունում ու Բարսելոնայի հիմնական խնդիրը բարձր դիրքավորելն է ու
յուրաքանչյուր երկար փոխանցում բաց թողելը դեպի թիկունք։ Յուրաքանչյուր երկար փոխանցում։ Մի քանի անգամ մենք տեսանք առաջին խաղակեսում Վինիսիուսն ու Գոնսալո Գարսիան ունեցան պահեր, որը շատ անհասկանալի թույլ հարվածեցին երկու ֆուտբոլիստներն, դրա համար Ժուան Գարսիան կարողացավ վերցնել գնդակը, բայց դրվագներից մեկում, երբ կրկին սխալվեց Բարսելոնան մրցակցի կիսադաշտում ու բաց թողեց երկար հակագրոհ, Վինիսիուս Ջունիորը հիշեց, որ ինքը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, ֆանտաստիկ անցում կատարեց ու դարձավ գոլի հեղինակ։ Բայց վատն այն է, որ դա միակ լավ գործողությունն էր Վինիսիուս Ջունիորի կողմից ամբողջ հանդիպման ընթացքում, ամբողջ հանդիպման, ընկերներ։ 90 րոպեում ընդամենը 1 րոպե առանձնացավ Վինիսիուս Ջունիորը։ Վերջին անգամ երբ 20 խաղյա գոլային երաշտը դադարեց Վինիսիուսի մոտ։ Այս ֆուտբոլիստը ուզում են ախտեր ոսկե գնդակ։ Ինչևէ, Ռեալը խփում է պատասխան գնդակը ու արդեն հոգեբանական ճնշումը գնում է Բարսայի կողմ։ Հասկանում եք, Ռեալը արդեն գիտի ինքը գոլ է խփել։ Յուրաքանչյուր դեպքում, երբ Ռեալը խաղում է ուժեղ մրցակցի դեմ ու ինքը գոլ է խփում, ինքը առնում է այդ արյան հոտը, հա, գոլային հոտը, ինքը միանգամից ագրեսիվանում է ու դառնում է շատ ավելի վտանգավոր թիմ, բայց պատասխանատու պահին, երբ պետք է կրկին համախմբվել, կրկին դիմակայել Բարսելոնային, Մադրիդի Ռեալի պաշտպանությունը կրկին տապալվում է։ Եթե Լևանդովսկիի գոլի ժամանակ, որտեղ իհարկե ֆանտաստիկ փոխանցում կատարեց Պեդրին, որտեղ չաշխատեց միջև վերջ Ջուդ Բելինգեմը, չաշխատեց միջև վերջ, եթե չեմ սխալվում, Ռոդրիգոն էր կամ Վալվերդեն էր, չեմ հիշում, Պեդրին տալով ազատ տարածություն, միանգամից արանքային փոխանցում դեպի Լևանդովսկին, որտեղ երևաց թե ինչու պետք է խաղա Լևանդովսկին։ Օրինակ Ռոբերտ Լևանդովսկին այնպիսի հարձակվող է, որ ինքը զգում է դարպասը։ Ինքը նույնիսկ չնայելով դարպասին, ինքը զգում է թե ինքը ինչ դիրք է զբաղեցրել, ինչպես կարող է շրջանցել մրցակցին, ինչպես կարող է անհարմար իրավիճակում դնել կենտրոնական պաշտպաններին։ Ու այդպես էլ եղավ։ Նայեք, առաջին խաղակեսում ամբողջությամբ թե Օրելիեն Չուամենին, թե Դին Հոյսենը խաղում էին Ռոբերտ Լևանդովսկին աչքի տակ ունենալով, ու միայն դա արդեն հերիք է, որպեսզի դու ամբողջ ուշադրությունը չդնես գնդակով ֆուտբոլիստի վրա, որովհետև քո կողքը Ռոբերտ Լևանդովսկին է, ֆուտբոլիստ, որը դարձել է 400 գոլի հեղինակ ու նրանից պետք է վախենալ։ Լևանդովսկին ստանում է գնդակը երկու պաշտպանների արանքով, Հոյսենը ուշ է արձագանքում, Օրելիեն Չուամենին սխալ է դիրքավորվում եւ Ռոբերտ Լևանդովսկին ընդամենը քանի րոպե անց էր Լևանդովսկին դառնում գոլի հեղինակ, ստեղ Վինիսիուսը խփում է 45+2-ին, 2 րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին խփում է երկրորդ գոլը, բայց ինչն է ֆանտաստիկ, որ ընդամենը 4 րոպեում մենք տեսանք 3 գոլ։ Ու դա ստեղծում էր քաոսային իրավիճակ, բայց նեյտրալ երկրպագուի համար են որ ուղակի վաու։ Ես էլ որ նստած ասում ես ինչա կատարվում։ Շատ մտա կարդացի Բարսայի երկրպագուները, Ռեալի երկրպագուները, որ ինչքան 3 րոպե ավելացրել թիմերը մինչև 53-րդ րոպե խաղացին, ինչի չի սուլում, խիաթույլ տալիս անկյունայինը խաղարկեն եւ այլն, ընկերներ, նախապես ասեմ, որ ով էր խաղի գլխավոր մրցավարը։ Ես կարող եմ այստեղ գտնել ով էր խաղի գլխավոր մրցավարը։ Չէ, կարծում եմ չեմ կարող գտնել ով էր խաղի գլխավոր մրցավարը։ Խոսե Մունուերան գլխավոր մրցավարն էր ու ոչ մի հարց չկա գլխավոր մրցավարին։ Ամեն ինչ շատ ճիշտ էր արված, քանզի Ռոբերտ Լևանդովսկին խփում է գոլը, տոնում է, դա եւս ժամանակ է, որը պետք է փոխհատուցել հանդիպման ընթացքում, եւ այդ փոխհատուցման ժամանակահատվածում Մադրիդի Ռեալը խփում է երկրորդ գոլը։ Ասել, որ Մադրիդի Ռեալը աշխատել էր այդ երկու գոլերի վրա, իհարկե ոչ, բայց սա եզրափակիչ է, սա Մադրիդի Ռեալն է, ամեն ինչ այնտեղ հնարավոր է։ Ու թիմերը գնում են ընդմիջման 2-2 հաշվի պայմաններում եւ խաղային ու լուսատախտակի հաշիվը ընդհանրապես իրար չեն համապատասխանում։ Ռեալը ես երբևէ նման Ռեալ չեմ տեսել, ես կրկնում եմ ընկերներ։ Երբևէ նման Մադրիդի Ռեալ ես չեմ տեսել, որ խաղա նման, չեմ ուզում ասել վախկոտ, բայց գիտեք գնդակից հուշ տեղաց, հա, սենց ասեմ, գնդակից վախեցած, գնդակից խորթացած Մադրիդի Ռեալ ես ընդհանրապես չէի տեսել, բայց երկրորդ խաղակեսում, երբ որ Մադրիդի Ռեալը սկսեց խաղալ գնդակով, ես հասկացա թե ինչու են նրանք որոշել խաղալ առանց գնդակ, որովհետև առանց գնդակ Մադրիդի Ռեալը ինչ որ կոմպակտություն, ինչ որ ձեռագիր ուներ, ինչպես գրոհ էր։ Երբ որ գնդակը հայտնվում էր Մադրիդի Ռեալի մոտ ու նրանք սկսում էին խաղալ կոմբինացիոն ֆուտբոլ,
Աստվածիմ։ Այնտեղ աղետ էր։ Երկրորդ խաղակեսը մի փոքր ավելի տարբերվեց առաջին խաղակեսից, եթե իհարկե խոսենք Մադրիդի Ռեալի մասին, որովհետև Մադրիդի Ռեալը սկսեց ավելի բարձր դիրքավորվել, Մադրիդի Ռեալը սկսեց ավելի ագրեսիվ խաղալ պրեսինգի ժամանակ։ Ես առաջին խաղակեսում ինչը չէի տեսել, իրականում տեսա երկրորդ խաղակեսում Մադրիդի Ռեալից, որովհետև Ռեալը բարձր էր գործում, Ռեալը փորձում էր մրցակցի կիսադաշտում խլել գնդակը, Ռեալը փորձում էր թելը վերցնել իր ձեռքը, Ռեալը փորձում էր ավելի շատ կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ, բայց երբ որ ես նշում եմ, երբ որ Ռեալը գնդակով էր, կոնկրետ այս հանդիպման ընթացքում դա ինչ որ մի հատ տոտալ աբսուրդիզմ էր, որովհետև Ռեալը չգիտեր ինչ աներ։ Ռեալը իրոք չգիտեր, թե ինչ պետք է աներ գնդակով, երբ որ ինքը դասավորվում էր խաղադաշտում, երբ որ միակ տարբերակը, որ պետք է խաղալ, դա փոխանցել ձախ եզր, որտեղ Վինիսիուսը Անչելոտի լավագույն տարիների ժամանակ կանի ինչ որ մի բան, հա, ու երբ որ մենք բոլորս էլ հասկանում ենք, չէ՞ որ Վինիսիուսը ինքը էպիզոդների ֆուտբոլիստ է, ուղղակի նախկինում, հա, Անչելոտի ժամանակահատվածում Վինիսիուսի մոտ այդ էպիզոդները ավելի հաճախ են լինում, ինքը ավելի արդյունավետ է լինում։ Հիմա Վինիսիուսը շատ հաճախակի է ունենում էպիզոդային բաներ, հատվածներ, որտեղ ինքը փայլում է։ Հիմա նման բան իհարկե շատ քիչ է լինում։ Դրա համար էլ Վինիսիուսի անունը այսքան ընկել է որպես լավ ֆուտբոլիստ։ Ինքը շարունակում է մնալ համաշխարհային մակարդակի top ֆուտբոլիստ, բայց այն չի ինչ որ օրինակ 2 տարի առաջ։ Մադրիդի Ռեալը մեկնարկային 15 րոպեների ընթացքում ստեղծում էր վտանգավոր գրոհներ։ Մադրիդի Ռեալը հարվածում էր։ Մի քանի պահ, որտեղ խառնվեց լրջորեն Ժոան Գարսիան, որը ի դեպ խաղի երկրորդ լավագույն ֆուտբոլիստն էր, ու խաղի լավագույն ֆուտբոլիստը ընդհանրապես Ռաֆինյան է դարձել։ Ռաֆինյան վերջին 2 տարիների ընթացքում էլ կլասիկոների արքան է։ Ինչքան է 5 խաղում կլասիկոյի 9 արդյունավետ գործողությամբ է աչքին ընկել, ֆանտաստիկ է ուղղակի։ Մեծ խաղերի ֆուտբոլից երբ ասում ենք, պետք է խոսել Ռաֆինյայի մասին, ֆուտբոլիստ, որը խորհրդանշական հավաքականում էլ չկար։ Բայց հետս հետ է Մադրիդի Ռեալը կորցրեց իր ուժը, կորցրեց այդ երկրորդ խաղակեսի մեկնարկային ճնշումը, որովհետև Խաբի Ալոնսոն իհարկե դեռևս չի սովորել ինչպես կատարել ճիշտ փոփոխություններ։ Երբ խոսքը գնում է փոփոխությունների մասին, ընկերներ, ես պետք է նշեմ, թե ով մտավ խաղադաշտ, երբ մտավ խաղադաշտ։ Նախ փոխարինվում է Ֆեդերիկո Վալվերդեն։ Ֆեդերիկո Վալվերդեի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Արդա Գյուլերը։ Շատերի համոզմամբ այնտեղ ասում են, որ Վալվերդեն ցույց է տվել, որ ինքը ունի մկանային խնդիր, դրա համար չի կարողանում շարունակել հանդիպումը եւ այլն եւ այլն, ու դա է եղել պատճառը, որ Արդա Գյուլերը շարունակել է հանդիպումը։ Ես կարծում եմ, որ դա այդպես չէ, գուցե սխալվում եմ, բայց երբ որ դուրս էր գալիս խաղադաշտից Ֆեդերիկո Վալվերդեն, նա այնպես էր քայլում, որ տպավորություն չէր ստեղծվում, որ ինքը ունի ինչ-որ մի հատ մկանային վնասվածք, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում, երբ ֆուտբոլիստը ունի մկանային ցավեր, չի կարող հանգիստ քայլել, հա, այդ մկանի այդ ցավը զգացողությունը ինքն իրեն ասելու է։ Դուրս է գալիս Արդա Գյուլերը, փաստացի Մադրիդի Ռեալը անցնում է 4 պաշտպանող խաղի, ինչը ավելի հարձակվողական է, ինչը ավելի է թուլացնում պաշտպանությունը, բայց այլ ինչ մտածենք պաշտպանության մասին, երբ որ մենք խաղային որակներով ավելի թույլ ենք, քան մրցակիցը, ու պետք է վերադարձնել, հա, այսինքն բալանսի պետք է բերել ուժերը, որպեսզի կարողանանք մենք հաղթանակ տոնել այս խաղում։ Դուրս է գալիս Արդա Գյուլերը 68-ին, 73-ին Բարսելոնան դառնում է գոլի հեղինակ։ Ու ինչը չի կարողանում անել Խաբի Ալոնսոն, գերֆանտաստիկ կերպով կարողացավ անել Հանսի Ֆլիկը։ Ինքը կարդաց խաղը, ինքը կատարեց ճիշտ փոփոխություններ, ինքը թարմացրեց 10 համարի դիրքը, ինքը փոխեց ենթահարձակվողին ու հարձակվողին, դուրս բերեց ավելի շարժունակ ֆուտբոլիստների, հա, եթե խոսքը համեմատենք Ֆերան Տորեսին եւ Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերան Տորեսը ավելի շարժունակ ֆուտբոլիստ է, ու կոնկրետ այս իրավիճակում շարժունակությունը օգնեց Բարսելոնային։ Դանի Օլմոյի եւ Ֆերան Տորեսի շնորհիվ Ռաֆինյան դարձավ դուբլի հեղինակ։ Այո, այնտեղ հարվածի ժամանակ եղավ անդրադարձ, ինչը ապակողնորոշվեց Տիբո Կուրտուային, բայց դե հիմա ֆուտբոլն այնպիսին է, որ նման դրվագներից, նման իրավիճակներից խուսափելը ուղղակի հնարավոր չէ։ Ու դրանից հետո, ընկերներ, դրանից հետո սկսեց փոփոխություններ կատարել Խաբի Ալոնսոն խուճապահար։ Ես դա կանվանեմ խուճապահար փոփոխություններ, որովհետև ընդամենը 6 րոպեի ընթացքում խաղադաշտ դուրս եկավ 4 նոր ֆուտբոլիստ՝ Կիլիան Մբապե, Դավիթ Ալաբա, Դանի Սեբալյոս, Ֆրանկո Մաստանտուոնո։ Բայց ես վստահեցնում եմ, այս 4 փոփոխություններից ընդամենը մեկն էր ինչ որ կերպ խելքին մոտ։
դա Դանի Սեբալյոսի խաղադաշտում լինելն էր։ Ինչու, որովհետև կենտրոնը տվել էր ուղակի Բարսելոնային Մադրիդի Ռեալը ու պետք էր ֆուտբոլիստ, որը կստանա գնդակը չի լարվի ճնշման տակ ու կխաղա հանգիստ ֆուտբոլ, կբաժանի գնդակը արչևում գտնվող ֆուտբոլիստներին, որոնք էլ ինչ որ մի կերպ կփորձեն ինչ որ բան անել հարձակման գծում։ Նրան հենակետային գոտում միացավ նաև Արդա Գյուլերը, բայց Արդա Գյուլերը հենակետային գոտում այդ ինչ որ մի հատ աղետ է։ Հոյսենի փոխարեն Ալաբա, մի ֆուտբոլիստ, որը մարզավիճակում չէր դուրս է գալիս, մյուս ֆուտբոլիստ, որը մարզավիճակում չէ դուրս է գալիս խաղադաշտ։ Վինիսիուսի փոխարեն դուրս է գալիս Ֆրանկո Մաստանտուոնոն, տղան, որը նույնիսկ, չգիտեմ, Ժիրոնայի դեմ խաղաժամանակ չի ստանում, դուրս է գալիս Բարսելոնայի դեմ, ու Կիլիան Մբապեն, որը հույսն էր Մադրիդի Ռեալի այս խաղում, Մբապեն, որը վնասվածքներով եկել էր Սաուդյան Արաբիան, Մբապեն, որը ցավազրկողներով էր մասնակցում այս հանդիպմանը, ընդամենը 8 անգամ խաղադաշտ դուրս գալուց հետո դիպավ գնդակին։ Սա իհարկե ուղղակի աղետ է, եւ վերջում արդեն վերջին 5 րոպեների ընթացքում, այսինքն միջև կարմիր քարտը, Դե Յոնգը երբ ստանում է կարմիր քարտ, որ ամբողջությամբ արժանի էր, ու ես շատ եմ ցավում, որ Դե Յոնգը ստացավ կարմիր քարտ, որովհետեւ ես նշում եմ, որ խաղի լավագույն ֆուտբոլիստն Ֆրենկի Դե Յոնգն էր։ Միայն դրանից հետո Մադրիդի Ռեալը սկսեց գրողների տարափը։ Այսինքն ամբողջ 45 րոպե, լավ, 45 րոպեն չէ, Ռաֆինյայի գոլից հետո, 73-րդ րոպեից հետո, 17 րոպե դու չգիտակցես, որ դու պետք է գնաս գրոհի, դու պետք է ճնշես մրցակցին, դու պետք է պարտադիր խաղաս կոշտ մոտ ֆուտբոլ, պետք է գնդակը կոմոդ լինի, որպեսզի դու կարողանաս հաղթել։ Պեպ Գվարդիոլան ինչ էր ասում, մի հատ տեսանյութ կա, չէ, որ Manchester City հանդերձանում իրանքում հետ են խաղում, Crystal Palace-ի հետ են խաղում 0-1 պարտվում, հետո այդ խաղը 3-1 հաղթեցին, երբ առաջին խաղակեսից հետո Պեպ Գվարդիոլան ասում է, երբ որ դուք փոխանցում եք կատարում մեկը մյուսին, գրոհեք այդ անտեր դարպասը, դուք պիտի գոլ խփեք, որպեսզի հաղթեք։ Իսկ Մադրիդի Ռեալը երբ հանդիպման հաշիվը 3-2 էր, ուղակի նստած էր պաշտպանությունը։ Բարսելոնան նրան ուղակի զրկել էր գրոհելու հնարավորությունից։ Հա, մտանք։ Եկեք մտնենք, հիմա վստահ եմ Ռեալի երկրպագուները կասեն, դա մի հատ գոնե մտի վիճակագրությունը նայ երկրորդ խաղակեսի նոր խոսա։ Ընկերներ, երկրորդ խաղակեսի վիճակագրությունը երբ այսպիսինն է, հա, 2 հարված Բարսան է կատարել 2-ը դիպուկ, 5 հարված Ռեալն է կատարել 3-ը դիպուկ։ Այդ 3 հարվածներից մեկը եղավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում Վինիսիուսի հարվածը եւ վերջին 2-ը հանդիպման վերջին վարկյաններին։ Մեկը հարվածեց Կարերասն ուղիղ Ժուան Գարսիայի վրա, մյուսը հարվածեց Ասենսիոն ուղիղ Ժուան Գարսիայի վրա։ Մնացած դեպքերում վտանգ Մադրիդի Ռեալը չի ստեղծել Բարսելոնայի մոտ։ Դե Բարսելոնան էլ դարձավ Իսպանիայի սուպեր գավաթակիր։ Երբեք նոր ֆորմատով ոչ մի թիմ չէր հաղթել Իսպանիայի սուպեր գավաթը 2 տարի անընդմեջ։ Երբեք։ Իսկ այստեղ Հանս Դիտեր Ֆլիկը թարմացրեց իր ռեկորդը 8 եզրափակիչ, 8 հաղթանակ ամբողջությամբ անցնելով որպես ֆուտբոլային մարզիչ Խաբի Ալոնսոին։ Դա փաստ է, ընկերներ։ Հիմա ուզում եք դա ընդունեք, ուզում եք դա մի ընդունեք, բայց Հանս Դիտեր Ֆլիկը հաղթեց մարզչական պայքարում Խաբի Ալոնսոին, գուշակելով խաղի մեկնարկը ինչպես է լինելու, խաղի ընթացքը ինչպես է լինելու, փոփոխությունները ինչպես անել։ Ես չգիտեմ Ալոնսոն կմնա որպես թիմի գլխավոր մարզիչ, թե չի մնա, որովհետև երբ հիշում ես, հա, 1-1.5 ամիս առաջ, որ Խաբի Ալոնսոյի վերջնաժամկետը Իսպանիայի սուպեր գավաթն ու այնտեղ պետք է հաղթել, այլապես նա կհեռացվի։ Ռեալը չհաղթեց։ Ռեալը կիսաեզրափակիչից դուրս եկավ եզրափակիչ ոչ այդքան հստակ ֆուտբոլով։ Խաղով պարտվեց ուղիղ մրցակցին։ Բայց այդ պարտությունը ավելի շատ գալիս է մարզչական նոր հեծանիվից, նոր խաղաոճից, որին ֆուտբոլիստները ընդհանրապես սովոր չէին, ու ինչը բերեց Բարսայի հերթական հաղթանակին։ Շնորհավորում եմ Բարսելոնայի բոլոր երկրպագուներին, ամբողջությամբ արժանի եք։ Ես ուղղակի հաճելիորեն խանդում եմ ձեզ, որ ձեր թիմում կա Պեդրի եւ Ֆրենկի Դե Յոնգ, ֆուտբոլիստներ, որոնք չգիտեն թե ինչ է կորցնել գնդակը, ֆուտբոլիստներ, որոնք խաղում են մաքսիմալ պարզ, ֆուտբոլիստներ, որոնք խաղում են լավագույնս խաղադաշտում։ Այո, խաղի լավագույնը Ռաֆինյան է։ Ռաֆինյան ինքը
տիեզերական մակարդակի վրա է հենց հիմա կարևորությամբ, կա մեծ խաղերի ֆուտբոլիստ է Ռաֆինյան, իսկական առաջնորդ է արձակման գծում Ռաֆինյան, բայց եթե դու ունես Պեդրի ու դու ունես Ֆրենկի դե Յոնգ, համենայն դեպս դու կարող ես հանգիստ լինել, որ գնդակը չես կորցնի։ Ինչը մաղթում եմ նաև Մադրիդի Ռեալին։ Ֆլորենտինո Պերեսը, դե խորհուրդը, մնացածները Ալոնսոին պետք է լավ խաղարկող, լավ բաժանող կիսապաշտպան։ Ալոնսոին այդ կիսապաշտպանին չտրամադրեցին։ Ջուդ Բելինգեմը հիասքանչ է, բայց Ջուդ Բելինգեմը հիասքանչ է հարցակման գծում։ Իսկ box to box այդ տղան կրեատիվը միաժամանակ տալով չի կարողանում։ Դե հիմա այդ մարդու որակներն էլ այդպեսին չեն։ Ես պնդում եմ, որ Բելինգեմը ֆանտաստիկ կիսապաշտպան է, բայց ֆանտաստիկ կիսապաշտպան է արչևի գծում։ Ֆանտաստիկ կիսապաշտպան է աշխատասիրությամբ, բայց եթե մարդու մեջ չկա դա, դժվար է ծնել։ Իսկ Խաբի Ալոնսոն չկարողացավ գտնել որևէ ֆուտբոլիստի մոտ այն, ինչը ուզում էր։ Ֆլորիան Վիրց չկարողացավ գտնել Խաբի Ալոնսոն։ Բարսան սուպեր գավաթակիր, Մադրիդի Ռեալը պետք է ուղղակի դասեր քաղի ու շարժվի առաջ, արչևում դեռ կա 3 տիտղոս, Չեմպիոնների լիգա, Իսպանիայի առաջնություն եւ իսպանական թագավորական գավաթ, այնպես որ Խաբի Ալոնսոն ունի բոլոր շանսերը մրցաշրջանը ավարտելու գոնե 1 գավաթով։ Ամենահեշտը Իսպանիայի գավաթն է, առաջնությունն ու Չեմպիոնների լիգան շատ ավելի բարդ են, որովհետև այնտեղ կա Բարսելոնա։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, կհանդիպենք արդեն մի քանի օրից, կքննարկենք Անգլիայի Պրեմիեր լիգան, որտեղ շարունակում են ֆանտաստիկ հանդիպումներ ընթանալներ, Լիվերպուլը չհաղթեց Արսենալին, Արսենալը, որը խայտարակված ֆուտբոլ խաղաց Լիվերպուլի դեմ։ Մի խոսքով, Ման Սիթին է տանուլ տալիս, Չելսին է նոր գլխավոր մարշով, մի խոսքով, խոսելու թեմաներ ունենք, դե իսկ Իտալիան մնում է Իտալիա, որը եւս քննարկելու ենք։ Իսկ այսօրվա համար այսքանը, ձեզ հետ Գևորգ Մալաքյանն էր, հաջողություն։